Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետը Ֆրանսիայում է Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Փարիզի խաղաղության 8-րդ համաժողովին, նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ։ Վաղը Ելիսեյան պալատում կկայանա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից, ինչու նա չի կարող կարգալույծ անել Տեր Արամին։ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի էջում տեսանյութ է հրապարակել և մանրամասնել, թե ինչու կաթողիկոսը չի կարող կարգալույծ անել Տեր Արամին։ Ըստ էության սենսացիոն նորություն Կտրիչ Ներսիսյանից նա հիշել է, որ հայ առաքելական եկեղեցին ունի կանոնագիրք և կանոնագրքին հղում անելով փորձում է հիմնավորել, որ Տեր Արամ Ասատրյանը չի կարող պատարագ մատուցել Հովհան նավանքում այն հիմնավորմամբ, որ կարգալույծ է հռչակված։ Հենց այստեղ է խնդիրը, որ կանոնագիրք հայոցի համաձայն Կտրիչ Ներսիսյանը չի կարող լինել ամենայն հայոց կաթողիկոս, որովհետև դրժել է կուսակրոնության ուխտը և այդ փաստի բերումով կարգալույծ է։ Հետևաբար կարգալույծը չի կարող կարգալույծ անել, հետևաբար Տեր Արամ Ասատրյանը կարող է պատարագ մատուցել Հովհան նավանքում և ես ինչպես նախորդ կիրակի, այս կիրակի նույնպես Հովհան նավանքում մասնակցելու եմ սուրբ և անմահ պատարագին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը կարծում է, որ Կտրիչ Ներսիսյանի գործունեությունը շարունակում է հարվածել հայ առաքելական եկեղեցուն։ Լրագրողների հետ զրույցում Արայիկ Հարությունյանն ասել է, որ 2020-ին հանդիպել է կաթողիկոսին, դրանից հետո էլ չի հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն է ստացել։ Այն ժամանակ հայոց պատմություն և հայոց եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն։ Խոսելով հոգևորականի վերաբերյալ շրջանառվող տեսանյութերի մասին, Արայիկ Հարությունյանն ասել է, որ դրանց արտահոսքերի հետ իշխանությունը կապ չունի։ Ինչ վերաբերում է Կտրիչ Ներսիսյանի հեռանալուն, նա նշել է, որ Հովանավանքի պատարագը հենց այդ գործընթացի մի մասն է։ Անկեղծ ասած, 20 թվականին, երբ որ հանդիպել եմ, դրանից հետո էլ չեմ ուզել հանդիպել, որովհետև շատ վատ տպավորություն եմ ստացել։ Ասեմ։ Ուրեմն ես գնացել եմ, ընդ որում ես չէի ուզում գնալ, այդ ժամանակ հիշում եք հայոց պատմություն, այն ժամանակ հայոց պատմություն և հայ եկեղեցու պատմություն թեմաների շուրջ կար լարվածություն, ես ասում էի, որ մենք չենք կարող ունենալ առանձին հայոց պատմություն և առանձին հայ եկեղեցու պատմություն, որովհետև դա ընդհանուր պատմություն է, իրենք ասում են չէ, որ դուք հայ եկեղեցու դեմ արշավ եք անում, փակում եք հայ եկեղեցու պատմությունը և այլն, և իմ գործընկերներից մի քանիսը այդպես ասում էին, գուցե մի հատ զրուցեք, հասկանաք ինչ է խնդիրները, և այդ զրույցի ընթացքում ըստ էության այդ թեմայի շուրջ շատ խոսակցություն չեղավ և հնչում էին մեղադրանքներ, թե ես ինչով եմ վնասում եկեղեցուն։ Ասացի մի օրինակ կարող եք բերել։ Ասեց այո, կարող եմ բերել, կանչեց իր օգնականին, ասեց հլը մի հատ են թուղթը բեր, այդ օգնականը բերեց թուղթը, ասում է գիտես, դու կազմակերպել ես մի միջոցառում, որի ընթացքում կռնակիդ, այսինքն մեջքին, նստացրել ես մի կարգալույծ քահանայի, ասում եմ մեղա քեզ Տեր Աստված, ես ոչ մի կարգալույծ քահանա չեմ ճանաչում, հոգևորական, ասում է չէ, ճանաչում ես, դու կազմակերպել ես, ասում եմ իսկ կա ապացույց որևէ, որ ես այդպիսի բան եմ արել, ցուցադրում եմ մի նկար, որտեղ Գայանե Աբրահամյանի ակումբ 3 էր, չէ, հոդված 3-ում ինձ և Սուրեն Պապիկյանին, որը այն ժամանակ ՏԿ նախարար էր, հրավիրել են, չեմ հիշում արդեն ինչ թեմայով քննարկման, վերաբերում են հանրակրթությանը, նստացրել են առաջի շարք և ում վրա ինքը ցույց է տալիս, նստած է հետևի շարքում, մի տեղ, որը կապ չունի ոչ ինձ հետ, ոչ Սուրեն Պապիկյանի, ասում է դու միջոցառում ես կազմակերպել և այսպիսի շարան, և այս մարդիկ
այս բարքերով, այս ստով, այս կեղծիքով այն ժամանակ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ ստեղծում էր մթնոլորտ եւ ուներ պապկա, որի մեջ դրված էր այդ կեղծիքը եւ այդ կեղծիքով ինքը սրբազաններին, մյուս հոգեվորականներին կերակրում էր։ Էս է եղել իմ եղավ Հրայր Թովմասյանի գրիչը նույնիսկ ներկայացրեցիք, մտածեցինք այդ ինչ բան։ Ես ճիշտն ասած չգիտեմ էլ իրան, չգիտեմ ում մասին է խոսքը, գուցե հիմա ակտիվ էլա, նույնիսկ նկարը հիմա վիզուալ չեմ հիշում, թե ով է ինքը նստած, բայց ցույց է։ Հովանավանքում տեղի ունեցածը խայտարակություն է որակում երրորդ նախագահը։ Այսօր հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է քրեական գործի քննությունը, որը վերաբերում է Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար եղած ժամանակ Իսակովի պողոտայում գտնվող հողատարածքներն օտարելուն։ Նիստից հետո երրորդ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, մասնավորապես արդյոք ՀՀԿ-ն վարչապետի նոր թեկնածու կառաջադրի իմպիչմենթի գործընթացի համար։ Սարգսյանն ասել է, որ Դավիթ Համբարձումյանն իմպիչմենթի գործով մնալու է վարչապետի իրենց թեկնածուն։ Կարծում է Համբարձումյանին կալանավորել են ոչ միայն այդ գործընթացի, այլև դիրքորոշման պատճառով։ Ինքը խնդրել է կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին ճշտել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատշաչափ երբևէ կիրառվել է։ Դեռևս Դավիթ Համբարձումյանի մասով դատավարությունը օրինական ուժի մեջ չի մտել, բնականաբար փաստաբանները ողջարկելու են եւ այդ ընթացքում նա բոլոր իրավունքները պաշտպանում են, այնպես որ Դավիթ Համբարձումյանը մնալու է մեր թեկնածուն իմպիչմենթի գործով որպես վարչապետի թեկնածու։ Պարոն Սարգսյան, դուք կարծում եք, որ Դավիթ Համբարձումյանին այդ գործընթացի պատճառով կալանավորեցին քաղաքական պատճառներով։ Ոչ միայն այդ գործընթացի, իր դիրքորոշման պատճառով։ Ես չգիտեմ, ես խնդրել եմ մեր կուսակցությունում իրավական հարցերով զբաղվողներին խնդրել տեսնել արդյոք այդ հոդվածով այդպիսի պատժաչափ երբևէ կիրառվել է, դեռևս ինձ պատասխան չեն տվել, որ կիրառվել է թե չէ, շատ դաժան որոշում են ուղղակի կայացրել, այն պարզ պատճառով, որպեսզի համաներումը որևէ ազդեցություն չունենա։ Իսկ ազգային ժողովում շարունակվել են ֆինանսական գլխավոր փաստաթղթի քննարկումները։ Հայաստան խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հարց է ուղղել նախարարին. Արդյոք անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ նախատեսված են ֆինանսական լրացուցիչ ռեսուրսներ եւ այդ ուղղությամբ քննարկումներ եղել են թե ոչ։ Մինասյանը նկատի ունի գաղտնի տեսագրությունը Աշակ Սրբազանի մասնակցությամբ։ Ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասել է, որ անձնական տվյալների պաշտպանության հետ կապված արդարադատության նախարարությունում կա առանձին մարմին, բայց կա նաեւ առաջարկ ստեղծել առանձին անկախ մարմին, որի հետ կապված առանձին դրույթներ հենց վաղը քննարկվելու է վարչապետի գլխավորությամբ, եւ եթե որոշում լինի այդ մասին, որ պետք է առանձին մարմին ստեղծվի, ապա դա տեղի կունենա։ Վահե Հովհաննիսյանի համար երևույթը նույնպես դատապարտելի է։ Երբ որ անձի բնակարանում իրականացվել է տեսագրություն ինտիմ հարաբերության մասին վերաբերյալ եւ հրապարակվել է, նախ որպես կառավարության անդամ խնդրեմ, որպեսզի այս վերաբերյալ ձեր հստակ գնահատականը եւ նաեւ միջոցները, միջոցառումները, որոնք որ նախատեսվում է ձեռնարկել նման այլանդակությունը եւ հանցագործությունները կանխելու ուղղությամբ։ Երկրորդ հարցի մասով այնուամենայնիվ եւ իդեպ առաջին հարցշրջանակներում նորից եմ կրկնում, խնդրեմ, որպեսզի բոլոր զեկուցողները անդրադառնան, որովհետեւ եթե մենք պետք է պայքարենք համընդհանուր ձևով ապօրինի այս երևույթի դեմ, ուրեմն բոլոր գերատեսչությունները պետք է այս հարցին իրենց հստակ գերատեսչության ներկայացուցիչները իրենց վերաբերմունքը արտահայտեն։ Ինչ որ ես չեմ լսել կառավարության պաշտոնական դատապարտումը այս երևույթների առումով։ Ես լսել եմ մարդու իրավունքների պաշտպանի գնահատումը, առանձին պատգամավորների գնահատում, բայց ոչ կառավարության, գործադիր իշխանության, եւ երբ որ դուք հղում եք տալիս արտարադատության նախարարությանը, արտարադատության նախարարության համակարգում գործում է գործակալությունը, որը նույնիսկ այսօրվա օրենսդրության շրջանակներում եւ նաեւ կոնվենցիոնալ պարտավորությունների շրջանակներում պետք է գործի անկախ, որը ցավոք սրտի չի ապահովում ըստ էության հենց գործադիր իշխանության ճնշման պատճառով։ Հիմա երբ որ դուք ասում եք անկախ մարմին,
ստեղծելու գաղափարը, ինչը ողջունելի է բնականաբար, որովհետև նորից եմ կրկնում, կոնվենցիոնալ պարտավորությունների շրջանակում անձնական տվյալների պաշտպանությունը համարվում է առաջին կարևորության գործառույթը պետության, կառավարության, ազգային ժողովի, դատական իշխանության, մյուս մարմինների, բայց ոնց որ թե այդ մասով չկա, քանի որ քաղաքականության տար ենք եւ նաեւ ենթադրում է ֆինանսական քաղաքականության ուղղվածություն, նաեւ այդ շրջանակներում է որ հարցը տալիս է։ Երրորդ հարցի շրջանակներում դուք ասում եք, որ այսօր կա որոշակի համակարգ, հենց իմ հարցը հենց դրան էր վերաբերում, այսօրվա համակարգը արդյունավետ չէ։ Եղել են բազմաթիվ դեպքեր, երբ որ օրենքի նախագիծը 1-2 գնահատական է տրված, սկսած իրավականից, ավարտված ֆինանսատնտեսական, սոցիալ-տնտեսական ազդեցության տեսակետից, բայց ոչ միայն խորությամբ չկա ուսումնասիրություն, այլ նաև հետագայում այդ կարգավորումը բացասական ակնհայտ ազդեցություն է ունենում եւ հետադարձ կա, որ այս կարգավորումը սխալ էր, որովհետեւ բերեց սրան, որևէ ազդեցություն չի ունենում հետագա փորձերի վրա։ Իմ ասած հարցի իմաստը սա է։ Կարծում եմ Հայաստանի Հանրապետության օրենքներն էլ հստակ պաշտպանում են մարդու անձնական տվյալները եւ որևէ դեպքի առիթով չեմ կարող ես ասել, որտեղ տենց նախ չեմ մտածում, հետո դա կհակասեր Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, որ ասեի ես օրինակ ողջունում եմ, որ ինչ որ մեկի անձնական տվյալները ինչ որ մեկը գողանում է եւ հրապարակում է։ Բնականաբար ցանկացած դեպք, այդ թվում ձեր նշած դեպքը, որին իհարկե ես մանրամասն ծանոթ չեմ, բայց իհարկե դատապարտելի է։ Մնացած մասերով կարծում եմ պարոն Հարությունյանը արձագանքի այն մասով, ինչ որ ես կարող եմ արձագանքել, ես կարող եմ ասել, որ մենք ստեղծել ենք այնպիսի գործիք, որ վստահ ենք, որ արդյունավետ կերպով մեր բյուջետային ծրագրերի իրականացման արդյունավետությունը կարողանալու ենք շատ ավելի լավ գնահատել եւ առաջարկություններ ներկայացնել նրանց փոփոխության կամ կասեցման վերաբերյալ։ Իսկ այս ընթացքում ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա է անցկացվել հաջակցություն Հայաստանում քաղաքական բանտարկյալների եւ Բաքվում պատանդարված մեր հայրենակիցների։ Նախաձեռնությունը Հանրապետական կուսակցության երիտասարդական թևինն է։ Հիշեցնեմ, 3 Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը Հայաստանում վայրեջք կատարելուն պես կալանավորվել է։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել 2018-ի հեղափոխության օրերին ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար, դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Իաջակցություն հայրաքելական Սուրբ եկեղեցու իր խոսքը բարձրաձայնած ազգային բարերար Սամվել Կարապետյանը, որը տևական ժամանակ գտնվում է անազատության մեջ, կրկնում եմ, միայն ու միայն մի բանի համար, որ աջակցել է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն։ Անազատության մեջ է մեր գործընկեր Հայաստան խմբակցության պատգամավոր Արթուրը Սարգսյան, Գերագույն մարմնի անդամ Իգորը Սարգսյան, Հայեղափոխական դաշնակցության։ Անազատության մեջ են մեր հերոսացին ծնողները Գարիկը Գալեյան, Արան Ռոստոմյան, վերջին շրջանում բռնապետական ռեժիմը նոր անձավելացրեց այդ ցուցակում անհայտության մեջ գտնվող Հարազատին, Ղուկասյանին, Արսեն, էլի պահելով անազատության մեջ։ Եվ այս ցուցակը երկար է։ Եվ ամեն օր մենք ականատես ենք լինում ընտրված քաղաքապետերի ձերբակալությանը, այնուհետև կալանավորմանը։ Մասկի շոուներ կազմակերպելով ընտրված քաղաքապետերին Գյումրու, երեք մենք արդեն ականատեսը եղանք Մասիսի քաղաքապետի էլի կալանավորմանը։ Սա անթույլատրելի է եւ մեր կոչն է միջազգային հանրությանը, որպեսզի երկակի ստանդարտներ չկիրառի եւ կոնկրետ պատժամիջոցներ կիրառի իշխանական այն ներկայացուցիչների նկատմամբ, որոնք ուղղորդում են դատական համակարգը SMS հաղորդագրություններով եւ ազգային ժողովին այն դալիճում, որ դուք հիմա եք գտնվում, այդ մարդ
հայտարարել է, որ ընդդիմախոսների տեղը ԱԼՑ պատվալներում է։ Մեր քաղաքացիների նկատմամբ այն անուշադրությունը, որ կա եվրոպական կառույցների ու պաշտոնյաների կողմից, հստակ ուղղորդված է։ Դուք կհիշեք, չէ, 2018-ից առաջ, ասենք, բոլորս էլ համացանցի դարում ենք ապրում եւ փառք Աստծո 2018 թվականից առաջ էլ հիանալի տեսանելի էր իրենց շահագրգռվածությունը, հիանալի տեսանելի էր իրենց գործողությունների ակտիվությունը, իրենց ներգրավվածությունը։ Հիմա իրենց լռությունը այսօր ինձ հնարավորություն է տալիս շատ պարզ, հստակ, առանց կեղծելու, առանց դիվանագիտական լեզու օգտագործելու ուղղակի ասել։ Իրենք ունեին այլ նպատակներ, երբ 2018-ից առաջ ամենափոքրիկ անգամ մարդու իրավունքների խախտումը ներկայացնում էին որպես բռնատիրական ճանապարհին կանգնած Հայաստանի կառավարության կամ Հայաստանի իշխանության մեղավորություն։ Մենք չենք լռելու եւ այստեղ ենք ասելու, որ եվրոպական արժեքները դա անկյունաքարային արժեքը, դա լռությունը չի, երևի պետքա շատ հաճախ խոսենք դրա մասին։ Այլ գործողություններ անելն է եվրոպացի պաշտոնյաների կողմից, որը եւ ակնկալում ենք այս մարդկանցից, որովհետեւ Հայաստանում կալանավորված են սրբազաններ, բարերարներ, մարդիկ, ովքեր քաղաքապետ են ընտրված, եւ այս ռեպրեսիաները շարունակվում են 8 տարի շարունակ եւ որևէ քաղաքական գնահատական հստակ շոշափելի գործողություններով չենք տեսնում եվրոպացի պաշտոնյաների կողմից։ Այո, կան արդեն քաղաքական գնահատականներ որոշակի պաշտոնյաների կողմից, որոնք շատ գնահատում ենք, բայց գործուն քայլեր ենք ակնկալում Հայաստանի եւ Ադրբեջանի քաղաքական եւ ռազմաքաղաքական ղեկավարության մասին։ Մենք ունենք նաեւ աննախադեպ քաղաքբանտարկյալների թիվ 40-ից ավել, նաեւ աննախադեպ է նրանով, որ մենք ունենք բանտարկված թե սրբազաններ եւ թե այլ դասի հոգեվորականներ։ Եվ մենք ցանկանում ենք, որպեսզի նրանց ուշադրությունը գրավենք այդ առումով, որ Հայաստանը իրականում ընդհանրապես դեմոկրատիայի բաստիոն չէ։ Հեցին լիցենզիայի զրկելու դեպքում հավանաբար հենց Ռոմանոս Պետրոսյանը կնշանակվի կառավարիչ։ Հեցի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն ասել է, որ ըստ հավաստի ինֆորմացիաների սկզբնական գալու ժամանակ համապատասխան սուբյեկտն ասում էր 3 ամսից գնալու է։ Հիմա ըստ երևույթին հարմարվել է հանուն Հայաստանի Հանրապետության իր նախկին ստացած աշխատավարձից 6-7 անգամ ավելին ստանալուն ու ըստ իրեն ինքն էլ նշանակվելու է։ Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնում է հեծը, բայց իր գումարները ստանալու է հետ։ Այսինքն ժողովրդի հաշվին ընդհանրապես քաղաքական հարց են լուծում, ասել է Ղազինյանը։ Ես ձեզ անկեղծ ասեմ, շատ հետաքրքիր նիստ է սպասվում, շատ։ Ես պահանջելու եմ, որպեսզի ժամանակային սահմանափակում չդնեմ, որտեղ այդտեղ չկա այդպես ժամանակային սահմանափակում, ռեգլամենտ կա, հարց ու պատասխան, անակնկալներ են սպասվում շատ, որոնք ես այսօր բնականաբար չեմ բացի, հենց այդ ժամանակ բոլորդ կլսեք եւ մի խոսքով բավականին հետաքրքիր է սպասվում։ Ես համոզված եմ, որ իրենք լիցենզիայի զրկելու ճանապարհով են գնալու, կնայեք հանձնաժողովի անդամների աչքերին, ոչ մեկ աչքերը չի բարձրացնելու, բայց գնալու են այդ որոշման։ Մեր խնդիրը բնականաբար պայքարելն է, բայց առաջին հերթին մեր հասարակությանը ցույց տալ, թե ինչ է կատարվում։ Սամվել Կարապետյանը վերջին հաշվով կորցնում է հեծը, բայց իր գումարները ստանալու է հետ։ Այսինքն ժողովրդի հաշվին ընդհանրապես քաղաքական հարց են լուծում իրենց համար։ Եվ գումարած դրան հեծի կառավարումը հավատացած եղեք, շատ մտահոգիչ է ինձ համար։ Լինելով ներսի մարդ, ես ինչեր եմ լսում ու տեսնում, Աստված էլ բեթարից ազատի։ 3-ամյա փոքրիկի որոնումները շարունակվում են, ոստիկանությունը տեղեկացնում է, որ այս պահին որևէ նորություն չկա։ Աշխատանքներում ներգրաված է ոստիկանության 100 եւ փրկարար ծառայության 2000-ից ավելի ծառայող։ Աշխատանքներն իրականացվում են տարբեր ուղղություններով, օգտագործվում են ամենագնաց եւ տեխնիկական այլ միջոցներ։ Որոնումներին մասնակցում են նաեւ Ծափաթաղ գյուղի մերձակաբնակավայրերի բնակիչներ եւ մարզի տարբեր բնակավայրերից կամավորներ։ Ոստիկանությունը կոչ է անում զերծ մնալ չճշտված տեղեկություններ տարածելուց, հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում։ Հիշեցնեմ, արդեն 3-րդ օրն է Տիգրան Օվանեսովը կորած է։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
Սեուլի կենտրոնում կարևոր դիվանագիտական հանդիպումներին ընդառաջ հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ, արտահայտելով իրենց դժգոհությունը ինչպես Միացյալ Նահանգների, այնպես էլ Չինաստանի նկատմամբ։ ԱՄՆ դեսպանատան մոտ ցուցարարները գոռում էին ոչ Թրամփին։ Ցույցերն ուղղված էին ԱՄՆ-ի եւ Չինաստանի առաջնորդների այս շաբաթ Հարավային Կորեա այցի դեմ։ Հարավային Կորեան վաղուց ԱՄՆ-ի կարևոր դաշնակիցն է, հաշվի առնելով ամերիկյան աջակցությունը կորեական պատերազմից ի վեր։ Միևնույն ժամանակ Չինաստանը մնում է նրա ամենամեծ առևտրային գործընկերը եւ կարևորագույն արտահանման շուկան։ Նշենք, որ հոկտեմբերի 30-ին Սեուլում կկայանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցինփինի հանդիպումը, որը կարող է ազդել ԱՄՆ-Չինաստան առևտրային լարվածության վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Հարավային Կորեա։ Գյունջու քաղաքում ելույթ է ունեցել Ասիա խաղաղօվկիանոսյան տնտեսական խորհրդի գործադիր տնօրենների գագաթնաժողովին։ Հանդիպել է երկրի նախագահ Լի Չժեմյոնի հետ։ Գագաթնաժողովին իր ելույթում Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շուտով վերջնական կհամաձայնեցնի առևտրային համաձայնագրի մանրամասները հարավկորեական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը նվազեցնելու շուրջ։ Այնուհետև ԱՄՆ նախագահն այցելել է Գյունջուի ազգային թանգարան, որտեղ տեղի է ունեցել Թրամփի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Լի Չժեմյոնը Թրամփին նվիրել է թագ եւ մեդալ։ Այնուհետև Դոնալդ Թրամփը եւ Լի Չժեմյոնը սկսել են աշխատանքային ճաշը։ Կողմերի քննարկման օրակարգում են առևտուրը եւ պաշտպանությունը։ ԱՄՆ նախագահը նաեւ նշել է, որ կփորձի կարգավորել երկու կորեաների միջև հարաբերությունները։ Առաջիկա ամիսներին Ուկրաինային որպես օգնություն կհատկացվի $2 միլիարդ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։ Առաջիկա մի քանի ամսվա ընթացքում մենք հավանաբար պետք է եւս $2 միլիարդ կամ ավելի դոլար հավաքենք։ Մենք ակնկալում ենք, որ դա կարվի շատ շուտով, ասել է Ուիթաքերը։ ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը պարզաբանել է, որ դեկտեմբերի սկզբին տեղի կունենա արտաքին գործերի նախարարների հանդիպում, որը կդառնա այդ ամենի յուրատեսակ ավարտը։ Նա հավելել է, որ հաջորդ տարի ԱՄՆ-ն եվրոպական երկրների միջոցով Ուկրաինային կմատակարարի 12 կամ 15 միլիարդ դոլարի ամերիկյան զենք։ Գազայի հատվածի բժշկական աղբյուրները հայտնել են, որ հոկտեմբերի 29-ի առավոտյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 91-ի։ Նշվում է, որ զոհերի թիվը հավանաբար կաճի, քանի որ կան բազմաթիվ ծանր վիրավորներ, իսկ ավերված տների փլատակներում անհետ կորածների որոնումները դեռ շարունակվում են։ Իսրայելական ռազմական ինքնաթիռներն ավիահարվածներ են հասցրել Գազայի հյուսիսային եւ կենտրոնական հատվածներում մի քանի քաղաքների։ Ավելի վաղ հաղորդվել էր 63 զոհի մասին։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ քաղաքական վերնախավի հրահանգով ահաբեկչական թիրախներին եւ ահաբեկիչներին տասնյակ հարվածներ հասցնելուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսել է հրադադարի ռեժիմի կիրառումը։ Հարվածների շրջանակում ըստ հաղորդագրության Իսրայելի պաշտպանության բանակը եւ Իսրայելի անվտանգության գործակալությունը հարվածել են ավելի քան 30 ահաբեկիչների, որոնք հրամանատարական դիրքեր էին զբաղեցնում Գազայի հատվածում գործող ահաբեկչական կազմակերպություններում։ Իսրայելը հարվածներ էր հասցրել այն բանից հետո, երբ Գազայի հատվածի Ռաֆա քաղաքում փոխհրաձգության հետևանքով զոհվել էր իսրայելցի զինվոր։ Համասը հայտարարել էր, որ որևէ առնչություն չունի հարձակմանը եւ Իսրայելին դրել էր հրադադարը խախտելու համար, նշելով, որ կհետաձգի պատանդներից մեկի աճյունի վերադարձը։ Կուբային մոտեցող Մելիսա փոթորիկը հանգեցրել է 100 հազարավոր մարդկանց տարհանման։ Այս մասին հայտնել է Կուբայի նախագահ Միգել Դիազ-Կանելը։ Մենք նահանգների հետ քննարկել ենք Մելիսային մոտենալուն ընդառաջ ձեռնարկված միջոցառումները։ Տարհանվածների թիվը գերազանցել է 735 հազարը։ Աշխատանքները շարունակվում են։ Կուբային դժվար գիշեր է սպասվում, բայց մենք կվերականգնվենք, գրել է նախագահը X սոցիալական ցանցում։ Վերջին տվյալների համաձայն Կուբային մոտենալուն զուգահեռ փոթորիկը, որն ավելի վաղ ըստ Սաֆիր Սիմփսոնի սանդղակի դասվել էր ամենաբարձր 5-րդ կատեգորիային, թուլացել է հասնելով 3-րդ կատեգորիայի։ Օդերևութաբանները զգուշացնում են հեղեղումների եւ սողանքների վտանգի մասին։ Ըստ կանխատեսումների փոթորիկն ավելի ուշ կհասնի Բահամյան կղզիներ, իսկ հոկտեմբերի 30-ին Բերմուդյան կղզիներ։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շենքավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են նույն օրը կատարված խարդախությունները, ավելին տեսանյութում։
Խարդախության վերաբերյալ առաջին ահազանգը համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում ստացվեց հոկտեմբերի 19-ին ժամը 18:20-ին։ 26-ամյա քաղաքացին հայտնեց, որ խաղային համակարգիչ վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում եւ նախորդ երեկոյան իրեն է զանգահարել մի երիտասարդ։ Պայմանավորվել են հանդիպել հոկտեմբերի 19-ին ժամը 16-ին Մանանդյան փողոցում։ Հանդիպել են բանակցել, սակայն մի պահի երիտասարդը առանց վճարելու աննկատ հեռացել է տանելով խաղային համակարգիչը։ Նման հաջորդ հաղորդումը ստացվեց մոտ 2 ժամ անց 16-ամյա տղայի հետ կատարվել էր գրեթե նույնը։ Դարձյալ մի երիտասարդի հետ պայմանավորվել էին այս անգամ հանդիպել Տարոնցու փողոցում։ Այս անգամ էլ իբրև գնորդ ներկայացած երիտասարդը հարմար պահի աննկատ հեռացել էր տանելով խաղային համակարգիչը։ Շենգավիթի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվին հոկտեմբերի 22-ին ժամը 15:25-ին մայրաքաղաքի Տարոնցու փողոցում հիշյալ խարդախությունները կատարելու կասկածանքով ձերբակալվեցին եւ բաժին տեղափոխվեցին 27-ամյա եւ 29-ամյա երկու երիտասարդներ, մեկը Գեղարքունիքի մարզի, մյուսը Արմավիր քաղաքի բնակիչ։ Ըստ 27-ամյա երիտասարդի երկու խարդախությունն էլ կատարել է ինքը։ Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակված համակարգիչները հայտնաբերելու ուղղությամբ, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Եվ եղանակ վաղը սպասվում են տեղումներ, նոյեմբերի 1-ից 3-ը եղանակը կլինի առանց տեղումների, ջերմաստիճանը կնվազի 6-ից 9 նիշով, ապա աստիճանաբար կբարձրանա։ Այսքանը դուք դիտում էիք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյաններ անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։